Ողջույն, ծովահայերն է եթերում։ Ես Աննա Մարտիկյանն եմ։ Հայ սուզորդները նոր ուղղություններ ու նոր խորություններ են նվաճում։ Ծովից ծով 7-րդ նախագծի սուզորդները օրերս են վերադարձել Կիպրոսի ստորջրյա զբոսանքներից։ Ինչ արկածներ են ունեցել եւ ինչպիսի հավակնոտ ծրագրեր ունեն, որ Հայաստանը ներկայանալի ու հետնել մրցունակ լինի ծովային գերտերությունների շարքում, կպատմեն մեր եթերի ծովահայերը։ Հյուրընկալել ենք Arm Diving ընկերության տնօրեն Տիգրան Ազիզբեկյանին եւ խորհրդի անդամ Դավիթ Սիրունյանին։ Ողջույն։ Ուրախ եմ ձեզ նորից ծովահայերի տաղավարում տեսնելու։ Մինչև կանցնենք խոսել ծովից ծով 7-րդ նախագծի արկածների մասին, նախ հիշեցնենք անցած 6 նախագծի մասին, որ երկրներում էին եւ ինչպիսի ծովերում եք սուզումներ կատարել։ Եվ սկսենք սկզբից, թե ինչպես ծնվեց այդ գաղափարը, հետո հերթով մի փոքր անդրադառնանք։ Գաղափարը ծնվեց իրականում արդեն գալիս է 7 տարի առաջ, հա, փաստացի։ Գաղափարի կորիզը կարելի ասել նրանում է, որպեսզի ստեղծենք համայնք եւ որպեսզի այդ համայնքը կարողանանք զարգացնենք եւ ինչու ոչ Սևանից զատ փորձենք սուզում այն տեղերում, որտեղ որ կա օտար փորձ։ Այն փորձը, որը որ մեր երկրի համար, որը որ շուրջ 7 տարի առաջ սուզորդական այսպես ասած հորիզոնում չէր երևում, սովորենք մի բան, սովորենք այն, թե ինչը կազմակերպել ճիշտ սուզում, ճիշտ սուզորդական սուզման կազմակերպում որպես տուրիստական ուղղություն, ինչպես ստեղծել դպրոց, որը կկարողանա մատուցի ճիշտ սուզորդական հմտությունները տարբեր միջազգային ստանդարտներում, որից մեկը PADI-ն է, որի մասին կխոսենք։ Դա էր մեր գաղափարը, այսինքն համախմբվենք, սովորենք եւ Հայաստանում ստեղծենք մի կարեւորագույն վայր, որը որ կարող է դառնալ շուտով աշխարհի ոնց որ սուզորդական կենտրոններից մեկը։ Եվ 7 տարի առաջ առաջին մեր սուզումը Վան ուղղորդությունը դեպի Վան էր, հաջորդիվ մեկնել ենք Բաթում, Ղրիմ, Դուբայ, Եգիպտոս, Մոնտենեգրո եւ այս տարի այցելեցինք Կիպրոս։ Ամեն տարի մեկ ուղղություն եք նախանշում։ Այո, ամեն տարի։ Ինչպես են ընտրվում այդ ուղղությունները։ Եվ ինչու առաջինը սկսեցիք հենց Վանից։ Իրականում նախնական փուլում միշտ մտածում ենք փորձենք գտնենք հայկական հետք, որպես ծովահայ, եթե կարելի է տենց օգտագործենք ձեր հաղորդման անվանումը, որպես ծովահայ գտնենք հայկական հետք, գնանք այդ ուղղություններով, թե որտեղ են եղել հայեր, դրա համար իսկ առաջինը Վանն էր, հետո Բաթում, բայց արդյունքում մի քիչ դա հասկացանք, որ կրկնվող ուղղություններ կարող են դառնալ, դրա համար վերջերս արդեն Մոնտենեգրո մեկնեցինք եւ Կիպրոս եւ փորձեցինք պահպանել այդ գաղափարը, այսինքն գնանք շարունակաբար ստանանք գիտելիք, հաճույք մեր սուզումներից ինչպես համել կորզենք այն նորարարական բաները, որոնք որ զարգանում են աշխարհի լավագույն սուզորդական կենտրոններում, ինչպես որ մենք այս տարի ականատես եղանք Կիպրոսում, որովհետեւ այդ կենտրոնը շատ հագեցած էր եւ մենք շատ բաներ սովորեցինք, որը որ պարտադիր պետք է մեզ մոտ կիրառենք։ Կիպրոսի կենտրոնում ես չեմ եղել, չեմ տեսել այդ կենտրոնի կահավորումը, բայց տեսել եմ Arm Diving-ի կահավորումը Սևանում, թե ինչպիսի հագեցված հարմարավետ սուզորդական կենտրոն ունեք Սևանում, որը կարելի է միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնել եւ ինչքան հարմար է սուզումների համար։ Կարելի է համեմատել Կիպրոսի սուզորդական կենտրոնը մերի հետ, թե չափերի տարբերություն կա, ծավալների տարբերություն կա, մնացածը գրեթե նույնն են։ Գիտեք, ինչպես ասենք, մենք միշտ փորձում ենք այդ փորձը բերել Հայաստան եւ այդ փորձի շրջանակներում հասկանանք, թե մեծ ծավալի սուզորդ սպասարկման համար ինչ գաղտնիքներ կան։ Եվ այս տարի կարելի ասել հենց այդ գաղտնիքներից մեկը այն էր, որ մենք տեսանք մի կենտրոն, որ աշխատում է մոտավորապես 10 տարի, նույնիսկ 10 ամիս, կներեք, մոտավորապես 10 ամիս, եւ իրենք սպասարկում են մեծ ծավալի սուզորդներ։ Իրենք ունեին շատ լավ հագեցած թթվածնի բալոնների լիցքավորման կայաններ, որոնք որ մեզ համար շատ կարևոր էին հասկանալ ինչպես իրանց կիրառել, այսինքն ինչ տեսակները մեզ հարկավոր է գնել մեր հայկական սուզումները իրականացնելու համար։ Զուգահեռաբար մենք հասկացանք, որ այն սուզորդական կենտրոնը, որը որ կառուցել ենք Սևանում, հարմարությունների տեսակետից, ինչպես դասընթացների կազմակերպման, այնտեղ գիշերակացի եւ ճաշի
տեսակետից մենք գտնվում ենք ավելի լավ մակարդակի վրա, քան մեր տեսած վերջի այդ ինչպես ասենք 7 տարվա այցելած վայրերը։ Եվ երևի թե հենց դա էր նպատակը, որ ինչու մենք սպասեցինք 6-7 տարի, որպես այդ մեր գաղափարը ծնվի որպես ուզորթական կենտրոն, որպեսզի մենք կարողանանք ճիշտ մտքերը տարբեր տեղերից քաղենք, բերենք Հայաստան եւ փորձենք ստեղծենք հիրավի ավելի լավ կենտրոն, քան կարող է լինել այլ երկրներում, քանի որ մենք պետք է մրցենք ծովի ավելի այսպես ասած գրավիչ ծովերի հետ, բայց զուգահեռաբար պետք է փորձենք տանք ավելի լավ սերվիս, ավելի լավ որակ սպասարկման, ուսման տեսակետից։ Հայաստանյան սուզորդական կենտրոնին դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ ուզում եմ մի քանի խոսքով պատմեք կիպրոսյան արկածների մասին, որպեսզի մեր հետևորդներին եւ ռադիոլսողին ավելի պարզ եւ ավելի տեսանելի դառնա, թե ինչ է դայվինգ տուրիզմը, ինչ կարելի է տեսնել համաշխարհային օվկիանոսի հատակին, տարբեր երկրների ծովերի, լճերի եւ օվկիանոսների հատակին։ Դուք ինչպիսի սուզումներ արեցիք, քանի սուզումներ արեցիք, որ ափերում եւ ինչ տեսակ։ Այս տարվա սուզումն իմ համար շատ հետաքրքիր էր, որովհետև ընդհանուր կատարեցինք 4 սուզում, որից 2-ը մեծ խորտակված նավերի տարածքում էր, որից մեկը շուրջ 172 մետր խորություն ուներ, Zenobia անվանմամբ նավ էր, որը գտնվում էր մոտավորապես 36 մետր խորության վրա։ Այդ սուզումը շատ հետաքրքիր էր, որովհետև երբևիցե այդպիսի հսկա նավ մենք չէինք տեսել սուզված։ Նա տեխնիկական խնդիրներից ելնելով բալաստային համակարգի վնասման պատճառով նավը սուզվել էր եւ իրեն Այսինքն ինքը պատմական նշանակության չէր։ Ինքը պատմական չէր, բայց ինքը փաստացի խորտակված նավ էր, ոչ թե արհեստական իջեցված։ Իսկ ինչպես իգնանացից արհեստական իջեցված նավ եւս սուզվել եւ տեսել ենք, որը որ կոչվում էր Elpidia, որը արհեստական իջեցված նավ էր, որպեսզի դառնա այն բնական խութ։ Սուզորդներից համար դա ավելի հեշտ է պատկերացնել, հա, մի քանի խոսքով հասկանում ենք միմյանց, բայց մեր ոչ սուզորդ ռադիոլսողների համար, որպեսզի ավելի պատկերավոր լինի։ Նավով գնացիք, նավով հեռացաք ափից, քանի կիլոմետր հեռացաք, ինչպես եղավ, ինչպես սուզվեցիք, միանգամից հանդերձանքով թռաք ջրի մեջ, թե ջրի մեջ հագնվեցիք։ Եթե այդպես երկու բառով սուզումները իրականում կարող են լինել երկու տեսակ, կամ ափից, կամ նավից։ Մենք այս անգամ մեր սուզումը առաջի երկու սուզումը նավից էր, եւ այդ նավակով մեր ամբողջ անձնակազմով մեկնեցինք համապատասխան առաջի սուզման վայրը, որը Zenobia նավն էր, խորտակված նավն էր։ Ամբողջ հանդերձանքը հագուստը եւ օդի բալոնները գտնվում են նավի վրա, երբ որ հասնում ենք սուզվելու վայր, նոր այդտեղ ամենը հագնում ենք, ամեն մեկս իրար ստուգում ենք, որովհետև սուզման մեջ կարևոր է, որպեսզի երկու ընկեր իրենց ստուգեն եւ ապահովագրեն ինչպես դրսում այնպես էլ ջրի տակ։ Բոլոր ստուգները կատարելուց հետո կատարեցինք սուզում։ 172 մետր երկարությամբ նավ, դա պատկերացնելն էլ է շատ դժվար։ Խորությունը մինչև 18-ից սկսվում էր մինչև 36, կախված հատվածից նավի, որ հատվածի մասին է խոսքը, հա, ամենախորը 42-ն էր։ Դուք կարողացաք նաև մտնել նավի մեջ, թե այդքան ժամանակը չէր բավականացնի, որովհետև հսկայական տարածք է այդ նավի տարածքը։ Առաջին նավի համար իրականում անցկացեցինք մոտ 40 րոպե, ընդհանուր կարողացանք տեսնել նրա մի մասը, արտաքին մի մասը, իսկ երկրորդ սուզման ընթացքում մենք կարողացանք իրան 72 մետր, հա, նավի երկարությունն էր, շուրջը ամբողջը պտտվենք եւ նույնիսկ մտնենք նրա մեջ, մտնենք այդ Նավապետի սենյակը։ Նավապետի սենյակը կարողացանք նավապետի սենյակում։ Ղեկը պահպանվել էր եւ ինչն է հետաքրքիր երկրորդ նավի մասին, ինչպես ասացինք, այն արհեստական իջեցված էր եւ այդպես Կիպրոսի կառավարությունը փորձում է ստեղծել հետաքրքրություն սուզորդների համար։ Սա մի կարևոր բան է, որը որ կարծում եմ պետք է մենք նույնիսկ պետական մակարդակով սովորենք, որպեսզի Սևանի ընդերքը սարքենք ինչ որ մասով ավելի հետաքրքիր սուզորդների համար, որովհետեւ մենք այնտեղ ականատես եղանք մեր երրորդ սուզմանը փոքրիկ արցանիկների, որոնք որ կրկին եւ արհեստական իջեցված արցանիկներ են, բնակավայր չէ ջրի տակ։ Ոչ, դա արհեստական իջեցված արցաններ էին, որոնք մեկը ձի էր, մեկը գեղեցիկ կին էր, գեղեցիկ կին էր ջրի տակ, որը որ
Այսինքն ստեղծում էր այն հետաքրքրությունը, որ դու ինչպես լինես մի արձանների արահետում, այդ նրա միջով պետք է ոչ թե անցնեիր, այլ լողայիր եւ բացահայտեիր մի հետաքրքիր բան, որը որ մեկս մի բան ենք տեսնում, մեկս մյուս բան եւ այդպես ընդերքը սարքենք հետաքրքիր։ Նույն բանը կարծում ենք, որ Սևանալճում հնարավոր է եւ պետք է իրականացնել, որպեսզի մենք լինենք ավելի հետաքրքիր, ավելի տարբերվող, քան այն, ինչ որ մենք այսօր ունենք։ Հարցս ուզում եմ ուղղել Տիգրան Ազիզբեկյանին։ Տիգրան, դուք հաշվարկել եք նաև ֆինանսական հնարավորությունները եւ խնդիրները։ Այդ սուզումների ժամանակ, եթե գաղտնիք չէ, ինչքան գումար դուք տվեցիք քանի սուզման համար։ Երկրից երկիր տարբերվում է, հա։ Զուտ սուզորդականի հետ կապված։ Զուտ Կիպրոսը։ Զուտ կվերցնենք միայն Կիպրոսը եւ Կիպրոսում սուզվելու համար, քանի սուզման համար ինչպիսի գումարներ ծախսվեցին։ Հաստատի 90 եվրո 2 սուզման համար։ Բայց դա լավագույն տարբերակ է։ Կիպրոսի համար վատը չէ, հա, դե մեր մեծ խումբեր մեզ մի փոքր զեղչ արեցին։ Իրականում այնտեղ Զենոբիայի այդ ուղղությամբ երկու սուզումը մոտ 150 եվրո է։ Շուկայական գինը այնտեղ ընդունված, բայց դե մենք որ մեծ խմբով ենք դիմում, մեզ մի փոքր ինչ զեղչեր են անում։ Յուրաքանչյուր սուզորդ գնալիս մեկ սուզումով չի սահմանափակվում։ Մոտ քանի սուզում է անում։ Փաստացի մենք այս անգամ ընտրել ենք 4 սուզում, հա, մնացել ենք 4 գիշեր։ Եթե ձեզ հետաքրքրում է ամբողջ ծախսը ինչ նստեց բոլորիս վրա, հյուրանոցով, այնտեղ հաց ուտելով ամեն ինչը մենք հաշվարկեցինք, դա մոտավորապես մեր վրա 400,000 դրամի կարգի նստեց ավիատոմսերով, ամեն ինչ էր արվել։ Ոչ թե ամբողջական փաթեթի մասին եմ ասում, այլ զուտ սուզորդական մասի։ Նո 90 անգամ 100 եվրո մենք 4 սուզում ենք ունեցել։ Յուրաքանչյուր անձը։ Այո։ Այսինքն յուրաքանչյուր տուրիստ պոտենցիալ այդքան մուտք է իրենց երկրի տուրիստական բյուջե։ Ուզում եմ նաև համեմատություններ անել եւ տեսնել արդյոք կարող ենք ակնկալել նաև նման եկամուտներ Սևանում։ Այսինքն եթե որպես տուրիստական ուղղություն զարգացնենք, արդյոք կզարգանա նաև դայվինգ տուրիզմը Սևանում եւ Սևանը կլինի եւս մեկ սուզորդական հասցե աշխարհի սուզորդական քարտեզում։ Սևանի սակագները իհարկե կփոփոխվի, դա չի կարող լինի նույնը ինչ որ Կիպրոսում, հա, թե եղանակի, թե լճի հնարավորություններից ելնելով, բայց զուտ ուսումնական կենտրոն ունենալը բարձրադիր, հա, 2000 մետրի, 1900 մետրի վրա է Սևանը, ինքը իրանով առանձին հետաքրքրություն է առաջացնում ցանկացած սուզորդի համար։ Ուսումնական կենտրոն կամ սուզորդական կենտրոն ունենալը 1900 մետր բարձրության վրա գրեթե ես չեմ հանդիպել։ Ամենայն դեպս դա շատ տարածված բան չի, ինքը իրանով առանձին հետաքրքրություն է ներկայացնելու։ Սակագները մի փոքր կարող ավելի ցածր լինեն, քան Կիպրոսում, հա, բայց այն որ ինքը ունենալու է հոսք, ինքը ունի արդեն իսկ հետաքրքրություն, որից ունենալ արդեն ունի հոսք եւ ունի հետաքրքրություն միջազգային սուզորդական շուկաներում, դա արդեն փաստ է, այս ամառ մենք դրա մեջ համոզվեցինք։ Այս ամառ ինչպիսի տուրիստներ, թե սովորողներ եք ընդունել եւ աշխարհի քանի երկրներից։ Շատ էին, բավականին խայտաբղետ աշխարհագրություններ, հա, Վենեսուելա, չգիտեմ, Գերմանիայից հետաքրքիր խումբեր, ընդեղից Ստորջրիա, ականազերծողների խմբի ղեկավարն էր, որ նույնիսկ մեր պայմանները ամբողջությամբ տեսավ, ասեց միգուցե ես մեր մարզումները, մեր խմբի, իրանց գերմանական խմբի մարզումները տեղափոխեմ Հայաստան անելու, որտեղ այդտեղ շատ հարմարավետ է ամեն ինչ սարքած։ Ստորջրիա ականազերծողների գերմանացիների խումբը Հայաստանում մարզումներ անցկացրել։ Ղեկավարն էր մենակ, հա, բայց իր նպատակներից մեկն էր Հայաստանում անցկացնի մարզումներ, ասում եմ, ես ինչքան հասկանում եմ, ձեր մոտ ավելի էժան է լինելու, քան թե այն ինչ որ մենք անում ենք Գերմանիայում։ Եվ գնային տարբերակը եւ նաեւ բնակլիմայական պայմանները կարևորություն ունեն։ Հա, ավելի լավն էր, քան թե Գերմանիային։ Ինչ առումով բարդություններ հաղթահարելու, թե ամառային հատվածում չէ, ուղղակի դա տեսանելիություններ ավելի լավ է, միանշանակ։ Ջրի մուտքն էր շատ ավելի հարմար, հա, շատ առավելություններ ունի։ Դա առանձին թեմա է, եթե սկսենք քննարկել Սևանի առավելությունները ուսումնական առումով։ Դուք նաև առաջարկ եք արել տուրիստական ընկերություններին, որ եւ տուրիզմը եւ ուսուցումը համատեղ են։ Travel and learn փաթեթները, հա, ճանապարհորդիր եւ սովորիր։
Այո, այդպես մի հատ նախագիծ կա ու հուսով եմ մեկ ամսվա մեջ արդեն կունենանք որպես product։ Հայաստանից շատ են գնում Եգիպտոս, այլ երկրներ, որպես եւ հանգստանալու եւ նաեւ ընթացքում սովորում են սուզորդություն, լիցենզիա են ստանում, միջազգային լիցենզիա, այդ թվում նաեւ ես այդ փորձից օգտվել եմ։ Ինչ կունենան այստեղ հայկական arm diving-ում սովորող տուրիստները։ Հետաքրիր է, Հայաստանից իրոք շատերն են գնում սերտիֆիկացիոն դուրսը, բացարձակ նույն սերտիֆիկացումը հասանելի է Հայաստանում, հա, արդեն բավականին երկար ժամանակ է, որակով կարծում եմ գերազանցող, այն ինչ որ առաջարկվում է դուրսը։ Ի տարբերություն մեր հայերիս, արտասահմանցիները հակառակը գալիս են ստեղ են սերտիֆիկացում անցնում, հա, հենց հիմա անգլիացի բան ունենք, հաճախորդ ունենք, որը սերտիֆիկացում անցնում նույն PADI համակարգով, բայց Հայաստանում, հա, Advanced Open Water-ն է անցնում ու ամառվա ընթացքում բավականին Ռուսաստանից ունենք հյուրեր, որոնք գալիս էին հատուկ սերտիֆիկացման, նախ ստեղ գինա։ Ծովային գերտերություն Ռուսաստանից հյուրեր են գալիս, ծով չունեցող Հայաստանում սերտիֆիկացում անցնելու։ Այո, ու մի զարմացեք դրա մեջ, քանի որ ամեն դեպքում սերտիֆիկացումը դա հա ինչ որ հմտություն է, որ դու ձեռք ես բերում, հա, եւ ստանում ես փաստաթուղթ, բայց ցանկացած մարդ ուզում է դա զուգորդի туриզմի հետ։ Այսինքն ինչ որ մանգազ, բոսնի, դա նորմալ է, երբ մարդ ուզում է իր երկրից դուրսը դա անի։ Դա ինքը միքսում է սուզոր ինչ որ մի հմտության ձեռք բերումը, ինչ որ մի ճանապարհորդության հետ։ Դա բավականին նորմալ երևույթ է իմ կարծիքով։ Եվ քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, իսկ ասելիքը շատ, խոսենք ամենահավաք առաջիկայում սպասվող հավակնոտ ծրագրի մասին։ Հայաստանը որտեղ եւ ինչպես է ներկայանալու։ Հայ սուզորդական խումբը։ Առաջին երևի բանն է։ PADI Resort-ը։ Հա, դեկտեմբեր։ Ամենակարևոր մեր համար նպատակն է այս դեկտեմբերին գրանցվենք արդեն իսկ որպես PADI միջազգային PADI-ն երկու բառով դա միջազգային դպրոց է, սուզորդական դպրոց է, երևի թե առաջատար ամբողջ աշխարհում, եւ մենք փորձում ենք դեկտեմբերին արդեն իսկ մեր սուզորդական կենտրոնը գրանցենք PADI համակարգում։ Դա կնշանակի մենք կդառնանք հասանելի բոլոր PADI կայքից բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ փորձեն փնտրեն PADI սուզորդական կենտրոն մեր տարածաշրջանում, որով որ մենք կլինենք միակը։ Դա անելուց հետո մեր երկրորդ կարևորագույն, այսպես ասած, քայլը կլինի մասնակցել Moscow Dive Show-ին, արդեն ներկայանալ այնտեղ որպես PADI Dive Center։ Մոսկվայի Dive Show-ն դա երբ է կայանալու։ Փետրվար ամսին 2022 թվականին փետրվարին արդեն ներկայացնենք մեր սուզորդական կենտրոնը ամբողջ, այսպես ասած, սպեկտրով մեր ծառայությունների, որը կներկայացնի ինչպես այդ Տիգրանի ասած travel and learn փաթեթը, scuba diving-ի, այսինքն սուզորդական դասընթացները ամբողջական, free diving-ի դասընթացները։ Մի խոսքով մենք արդեն իսկ կկատարենք այդ քայլը դեպի միջազգային կրթական PADI ոլորտ եւ կփորձենք այդ մակարդակի վրա ներկայանանք ռուսական շուկայում եւ մեծ պլաններ ունենք այս գալիք ամառը արդեն իսկ հնարավորինս մաքսիմալ հա մեր աշխատենք եւ փորձենք այդ տուրիստների ներհոսքը ուղղորդենք դեպի Հայաստան։ Սպասելիքներն ինչպիսին են։ Չենք վախենում մրցակցությունից։ Ոչ, նախ առաջի հերթին վախենալ ընդհանրապես պետք չի։ Երկրորդը այն ինչ որ մենք տեսել ենք, հա, այսքան էս ծովերը անհատականել ենք բոլորս սուզվել, այն ինչ որ մենք տեսել ենք, մենք լավագույնն ենք հավաքել։ Իրականում այս տարվա փորձը, ես ասում եմ Գերմանիայից հյուրեր, Վենեսուելայից հյուրեր, մեջները շատ սուզորդներ կային, գրեթե բոլորը ասում են, այս հարմարությունների հագեցվածությամբ մենք տեղ չենք տեսել։ Հայաստանի մասին է խոսքը։ Այո, մեր սուզորդական կենտրոնի մասին է խոսքը։ Եվ նաև շատ հարմար է մեր Սևանի հատակը, այդ հատվածը, որտեղ կառուցած է ուսումնական կենտրոնը։ Ինքը ինչով է հարմար։ Դες նկարագրեմ ձեզ 200 մետր հեռավորության վրա ափից, հա, գրեթե բոլոր խորությունները կան, 0-ից մինչև 81, ինքը հարմար է տարատեսակ դասընթացներ կազմակերպելու համար, թե սկսնակների համար, թե տեխնոդայվերների համար, բոլորի համար բավականին հասանելի է, դա այդքան տարածված չի աշխարհում, որ ափից 200 մետր հեռավորության վրա բոլոր խորությունները հասանելի լինեն։ Այսինքն մեր երկիրը ունի դեռ թաքնված հնարավորություններ, որոնք բացահայտել է պետք եւ որոնցից ինձ համար ամենակարևորներից մեկը բացահայտում է arm diving-ի թիվը։ Շնորհակալություն
եթերին մասնակցելու համար։ Հարգելի ռադիո լսող եւ հետեւորդ հիշեցնեմ, որ ծովահայերի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Arm Diving ընկերության նախագահ Տիգրան Ազիզբեկյանին եւ խորհրդի անդամ Դավիթ Սիրունյանին, ովքեր խոսեցին Ծովից ծով Հայաստան նախագծի անցած փուլերի մասին, ինչպես նաեւ սպասելիք հավակնոտ ծրագրերի մասին։ Մնացեք խաղաղությամբ։